Սիրելի կույսեր, արևի նշանով եւ ասցենդենտի նշանով ողջույն, այսօր 21 է հունիսի Նեպտունի օրը, դες բաժին ընկավ Նեպտունը, հասկանալի անորոշության մեջ եք, անհանգստանում եք ինչ է լինելու, ոնց է լինելու, ինձ հարցնում են թե դա միջև երբ է տևելու, ես կարծեմ ասել եմ, ոչ թե կարծեմ, այլ միանշանակ ես ասել եմ դա ինչքան է տևելու, բայց ստացվում է, որ նոր մարդիկ են միանում ու ես ամեն անգամ դա ասել չեմ կարող, երևի մյուս անգամ ես ընդհանուր կասեմ, բայց հիմա քանի որ շատ կոնկրետ հարց ուղղել են, ես ասեմ, որ դա կավարտվի օգոստոսին որոշակի թեթևություն կզգաք, բայց ինքը ամբողջական այդ թեման ինչ որ մնացել էր կիսատ իր հետևանքներով եւ այլն դա միջև մարտ կձգվի։ Իհարկե մնացած արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով ավելին ասել չեմ կարող եւ այսպես հուլիսին Հիշեցնեմ, լսում ենք առաջին ասցենդենտի նշանը, հետո արևի նշանը, այդ երկուսը միացնում ենք, որտեղ սրանք տրանզիտներն են, այսպես տեմպես չի կարող 100% անոց լինել, բայց որոշակի ուղղություն, օգնություն միանշանակ դուք կունենաք, եթե այդ երկու նշաններն եք նայում, իսկ ասցենդենտի նշանը իմանալու համար դուք պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, դրանից հետո նոր ձեզ համար պարզ է լինելու թե որն է ձեր ասցենդենտի նշանը եւ այսպես ինչ ունենք հուլիսին, որը ես հիմա ձեզ ներկայացնելու եմ, բնականաբար նորալուսինը, լիալուսինը, արևը արդեն կմտնի ձեր նախորդող նշան, առյուծի նշան, հեռավոր մոլորակները կդառնան հետընթաց, իսկ Մերկուրին ձեր մոլորակը սիրելի կույսեր, որ 29-ին դառնալու հետընթաց խեցգետնի նշանում, ինքը արդեն 24-ին հուլիսի կդառնա ուղընթաց, սա էլ այսպես եւ Վեներան բնականաբար մտնելու է ձեր նշան։ Ահա այսքան կարևոր իրադարձություններ բոլոր դեպքերում ձեզ համար կարևոր եւ հիմա տեսնենք թե ես նշեմ, հանգույցները ամենակարևորը հանգույցները ի վերջո կփոխեն նշանը, ձեզ հանգիստ կթողնեն եւ ինչպես որ արդեն ասացի օգոստոսին դուք դա անպայման կզգաք ինչ որ փոփոխություն կարող է լինել, իհարկե նորից ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, միգուցե ձեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ դա չլինի, ես ասում եմ ընդհանուր, սա նորից եմ հիշեցնում, որ նկատի պետք է ունենանք, ինչևէ ներկայացնեմ նորալուսինը Հուլիսի 14-ին 13:43 րոպե 25 վայրկյան Հայաստանի ժամանակով արևը եւ լուսինը միավորվել են 22 աստիճանում խեց գետնի նշանում։ Դա իհարկե ձեզ համար շատ լավ է, այստեղ դրական էներգիան է կուտակվում, բայց կարող են լինել կույսեր, որոնք ասենք կշերքի նշանում են շատ մոլորակներ, այնտեղ միայն արևն է ու բոլոր հավաքվել են կշերքի նշանում, կամ խոյի նշանում շատ մոլորակներ ունի, այծեղ ջուրի նշանում եւ այստեղ արդեն որոշակի խնդիրներ կլինեն, շատ կարեւոր ու դուք որոշակի հարաբերություններ, որոշակի հարցեր հանդիպումներ պիտի կազմակերպեք, որպեսզի, ասենք, եթե ինչ-որ բարդ իրավիճակում եք, դուք կարողանաք այդ իրավիճակից դուրս գալ։ Սա այսպես եւ լիալուսինն եմ ուզում նշել, հուլիսի 29-ին արևի լուսինը հակադրվելու են 7 աստիճանում 18:35 րոպե 31 վայրկյան ջրհոսի նշանում է լինելու այս դեպքում ջրհոսի նշանում գիտեք, այստեղ ձեզ համար ոչ լավ, ոչ վատ, բայց բան նրանումն է, որ ուրեմն ձեր աշխատանքի հետ կարող է կապված լինել եւ ես ձեզ պիտի հորդորեմ, որ ձեր առողջությանը անպայման ուշադրություն դարձնեք, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, ուրեմն դա շատ կարեւոր է, միգուցե մինչեւ հուլիսի վերջը դուք հասկանաք ինչ որ խնդիրներ կա, պիտի դա փորձեք կարգավորել կամ լավ կլինի հետևեք իմ խորհրդին եւ եթե ինչ որ առողջական խնդիրներ ունեք, մասնավորապես սրտի հետ կապված, դուք նախապես այդ հարցերը կարգավորեք սա էլ էսպես եւ ամսվա սկզբին հեռավոր մոլորակը որ կդառնա հետընթաց, հետո մյուս հեռավոր մոլորակն է դառնալու հետընթաց, այսպես այդ երկուսը միասին, այստեղ ֆինանսական վիճակներն են, ինչ որ առումով ինքը դժվարանալու է, դժվարություն եք զգալու ֆինանսական ծանր վիճակ է լինելու, մնացած արդեն ձեր անձնական քարտեզը կարող է ցույց տալ աշխատանք, ֆինանսներ եւ այլն որոշակի այդպես պիտի ուսումնասիրեք, հասկանաք, վերլուծեք, որտեղից է գալիս, ինչ պիտի անեք եւ այլն
նման վիճակներ են, ասեմ, որ ձեր մոլորակը երբ հետ ընթաց է, դուք դա էլ ավելի դժվար է ձեզ համար, եւ սիրելի կույսեր, ուստի պիտի լինեք շատ ուշադիր, որովհետև այստեղ հետ ընթաց փաստաթղթեր կլինեն, որ կարող են դրա միջոցով ձեզ խաբեն, հա, այսինքն մարդիկ ձեր կյանքում հայտնվեն, որոնք կարող են ձեզ խաբել, այսպիսի բաներ կլինի ու դուք հնարավոր է որ խաբվեք։ Դա հնարավոր է, սխալվեք, խաբվեք եւ հետո արդեն դուք դա ձեզ չեք ների։ Այսա նկատի ունեցեք եւ լուրջ գործարքների մի գնացեք, որովհետեւ ասենք դուք չգիտեք, եթե չգիտեք աստրոլոգիա, ճիշտ չեք հասկանում իրավիճակը այդ պահին ճիշտ չեք վերլուծում եւ խնդիրներ կունենաք հետագայում, սա իմ խորհուրդը ձեզ, ուրեմն ձեր նշան Վեներան կմտնի, սա կարծեմ ձեզ համար շատ կարեւոր է, որքան էլ որ ինքը անկման մեջ է, ձեր նշանում անելիք չունի, ինքը շատ նեղվում է, որտեղ երբ ինքը ուզում է զգացմունքներից սիրուց խոսալ, այսինքն կույսերի համար իրանք մի քիչ շատ ավելի կոնկրետ են զգացմունքների հարցում շատ ավելի կոնկրետ են, սա էլ ոչ բոլորին է վերաբերում, բայց մեծ մասշտաբ դա փաստ է, այնպես որ դա այդպես է, ինչևէ կմտնի այստեղ ֆինանսական հարցեր դուք կարող եք քննարկել, որքան եք կորցնելու կամ որքան եք հատուցելու եւ այլն, մինչեւ օգոստոսի 6-ը, նորից եմ կրկնում, հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 6-ին կլինելու է ձեր նշանում եւ բոլոր դեպքերում այստեղ ներքին ցանկություն կա փոփոխություն, ինչ որ բանից հրաժարվել, ինչ որ ասենք հագուստի գույներից, հագուստի ինչ որ այդ տեսակից, ճաշակի փոփոխություն կարող է լինել, ընդհուպ արտաքին փոփոխություն, հա, որովհետև գիտեք, ինչ երբ մարդը ճգնաժամի մեջ է լինում, հետո ուզում է ինչ որ արտաքին փոփոխություններ անել ու այդ կերպը ինքը դուրս գալ, ասենք ըստ իրեն դա թեթևացնում է վիճակը եւ ինքը օգնում է որ ինքը դուրս գա դրանից, ունի որոշակի տոկոսներ ունի թեթևացնելու, ինչ խոսք, ձերքդ որ ճար չի լինում արդեն փորձում ես քեզ փոփոխել, այսպեսի տարբերակ լինում է, չի բացառվում եւ իհարկե դա անպայման շատերի մոտ կլինի, շատերի մոտ դա էլ այդպես կամ գիտեք ամեն դեպքում ձեր առողջականին արտաքինին պահանջվում է որ դուք ասենք որոշներն իրենց մոռացել են դժվարությունների հետ կապված ասում է որ ուշադրություն դարձրեք ձեզ եւ կարևոր իրադարձությունը դա ասացի հանգույցներն են կետուն դուրս կգա ձեր նշանից կտեղավորվի առյուծի նշանում եւ հարավային հանգույցը իսկ հյուսիսային հանգույցը բնականաբար դուրս գալով ձկների նշանից կտեղավորվի ուրեմն ջրհոսի նշանում, ահա այսպիսի փոփոխություններ են լինելու, դա ձեզ բնականաբար ձեզ համար լավ է, դուք այդպես պատկերավոր եթե ասենք ձեր թիկնոցը այդպես այդ դժվարությունները որ հավաքվել էին ձեր ուսերին այդ թիկնոցը թափ կտակ եւ միգուցե արդեն ուրիշ թիկնոց ընտրեք ժամանակն է ահա սա էլ էսպես եւ նշեմ հանգույցների համար եթե նրանց համար ում հետաքրքիր է հուլիսի 27-ին կփոխեն իրենք նշանները մինչեւ 28 թվականի մարտի 26-ը այո հուլիսի 27-ին եւ հենց հուլիսի 27-ին էլ Սատուրնը դառնալու հետ ընթաց ես արդեն սրան անդրադարձել եմ եւ շատ ասցենդենտով կույսեր մասնավորապես շատերն են քննարկում արտերկրի թեման, շատերն են տեղափոխվում, տեղափոխություններ միանշանակ լինում է, շատերի մոտ, ահա իրենք քննարկում են այդ հարցը միանշանակ այսքանը սիրելի կույսեր ես կարծում եմ օգտակար եղան իմ խորհուրդները ձեզ սրանք ամբողջական խորհուրդներ էին եւ նրանք ովքեր ուզում են կարող են հետևել իմ խորհուրդներին իսկ մենք չմոռանաք գրել անպայման որքանով օգտակար եղավ կամ արդյոք դուք հետևում եք կամ դրա կարիքը չունեք եւ այլն դե եթե չունես կարիքը չունեք չեք նայի ինչևէ
գրեք ձեր տպավորությունների մասին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, այսքանը թերևս առայժմ